Ինչ է նշանակում ձեզ համար լինել արատեսում։ Արատեսում լինելը ինձ համար նշանակում է ոնց որ հետ գաս տուն, որովհետև ոնց որ իրոք տանը լինեմ, ոնց որ ասում են տունը վայրը չի, տունը մարդիկ են ու արատեսում միշտ կապ չունի ովքերով ենք գալիս, պարտադիր ինչ խմբով էլ որ գալիս ենք, վերջում ընտանիք դարձած հետ ենք գնում, այդ պահերը, գիշերը մաֆիա խաղալ։ Առավոտյան նախավարժանք, որ կիսա քնած վազում ենք, չգիտեմ, երեկոյան խարույկը, որ անկեղծ նստում խոսում ենք, ասմունքում ենք, երգում ենք, այդ ամեն ինչը տունն է ինձ համար։ Որն է ամենահիշարժան պահը, որ ապրել եք արատեսում։ Իմ համար ամենահիշարժան պահը արատեսում դա ամենամյան ՏՏ ճամբարներն են եւ ռազմամարզական ճամբարները, որովհետեւ այդ ճամբարների շրջանակում մենք շատ կարեւոր փորձ ենք ձեռք բերում, նաեւ իմ մասնագիտությամբ ես ՏՏ ոլորտի ուղղորդված մարդ եմ եւ ՏՏ ճամբարների ընթացքում մենք ունենում ենք տարբեր դասընթացներ, որոնք թեմաները միշտ տարբերվում են եւ հետաքրքիր են։ Որն է ամենահիշարժան պահը, որ ապրել եք արատեսում։ Մուտքի ճամբար։ Ինչ է նշանակում ձեզ համար լինել արատեսում։ Լինել խմբի մի մասնիկ։ Որպես շրջանավարտ, ինչպիսի խորհուրդ կտաք ձեզ հաջորդող շրջանավարտներին։ Շատ ճամփորդ է։ Որ երգն է ձեզ հիշեցնում ձեր դպրոցական տարիները։ Սիրո հասակ։ Որ հմտություններն եք ձեռք բերել դպրոցում, որոնք կարող են օգնել ձեզ կյանքում։ Ազատ շփվել։ Որն է ամենահիշարժան պահը, որ ապրել եք արատեսում։ Արդեն ավանդույթ դարձած ուսումնական գարունը ձմեռային արատեսում անցկացնել։ Ինչ խորհուրդ կտաք ձեզ հաջորդող շրջանավարտներին։ Շատ ճամփորդեք, նամանավանդ արատես, մարտի վերջին։ Որն է ձեզ համար ամենահիշարժան պահը արատեսում։ Ինձ համար արատեսի բոլոր պահերն հիշարժան են, բայց ամենահիշարժան պահը մուտքի ճամբարն է, որտեղ ընդունվել եմ այս կրթահամալիրը։